Շնորհակալություն, հարցս ուղղում եմ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ Պարոն Միրզոյան, երեք Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից հնչել է կարծիք Հայաստանի Հանրապետության առաջարկների վերաբերյալ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասով, քանիցս շեշտվել է տվյալ հայտարարության մեջ, որ Հայաստանը չի կատարում իբր ինչ-որ պարտավորություններ ունի, որ չի կատարում, իսկ հայկական կողմի առաջարկները որակվել են ոչ պրակտիկ, ինչպես կմեկնաբանեք։ Հարցին կպատասխանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Համեցեք, պարոն Միրզոյան։ Շնորհակալություն հարցի համար Տիկին Մինասյան, իրականում ինչպես եւ բազմիցս ասել ենք, մեկ անգամ եւս ուզում եմ ընդգծեմ, Հայաստանի Հանրապետությունը չի ստանձնել որևէ պարտավորություն, ներառյալ նաեւ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որը չի կատարել։ Ինչ վերաբերում է հարցի բուն իմաստին, մենք կրկին քանիցս ասել ենք, մենք պատրաստ ենք օր առաջ բացել կամ մեր մասով նպաստել տարածաշրջանային ենթատրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, մենք հանդես ենք եկել խորը եւ շատ ընդգրկուն նախաձեռնությամբ խաղաղության խաչմերուկում եւ նաեւ դրա տրամաբանության մեջ եւ այդ համատեքստում Ադրբեջանին էլ շատ կոնկրետ առաջարկներ են կարել։ Այնպես որ այստեղ ավելացնելու շատ բան իրականում չկա, հանրահայտ են մեր դիրքորոշումները։ Բայց ես ուրիշ բան կուզեի ասեի առիթից օգտվելով, ախր հարցը միայն Ադրբեջանի մասին եւ մասով չի, չէ, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը շատ ավելի լայն խոսակցություն է, ներառում է օրինակ մեր արևմտյան հարևանին, մենք Թուրքիայի հետ ունենք այդ խոսակցությունը Գյումրի-Կարս երկաթգծի մասով, մենք ինքներս այս նույն ապաշրջափակման արդյունքում, երբ այն տեղի ունենա, նպատակ ունենք կապվել օրինակ նույն Ադրբեջանի ենթակառուցվածքներով Կենտրոնական Ասիայի հետ, չգիտեմ, Չինաստանի հետ, եւ այս խոսակցությունը մենք մեր բոլոր գործընկերների հետ շարունակում ենք։ Արձագանք, համեցեք։ Շնորհակալություն, պարոն Միրզոյան, դուք շեշտեցիք նաև Կենտրոնական Ասիան, իհարկե մեր խաղաղության խաչմերուկ նախագիծը թե արևմուտքում, թե արևելքում, թե հյուսիսում, թե հարավում բավականին լուրջ արձագանք է գտել, բայց Կենտրոնական Ասիա շեշտելով հիշեցի վերջերս տեղի ունեցած Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, որում նա շեշտում էր, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն համագործակցում այնպիսի երկրների հետ, ինչպիսին Չինաստանն է։ Իհարկե չի ուզենա մեկնաբանեիք ասուլիսը, բայց չի ուզենա մեկնաբանեիք ասուլիսը, բայց կխնդրեի ձեր կարծիքը այս համագործակցության մասով։ Շնորհակալություն։ Տիկին Մինասյան, ես կարող եմ ասել, որ ձեր նշած անձը կամ անտեղյակությունից, կամ թերևս շարունակաբար ինչ-որ իրողությունները խեղաթյուրելու եւ շարունակաբար սև գույներով իրականությունը ներկելու մոլուցքից է հավանաբար այդպիսի գնահատական արել, իհարկե չեմ կիսում, շատ ուղիղ օրինակ կարող եմ ասել, մենք եւ Չինաստանի եւ Հնդկաստանի հետ շատ ակտիվ երկխոսության մեջ ենք, մեր համագործակցությունը ընդգրկում է տարատեսակ ոլորտներ, նույն Չինաստանի հետ հետաքրքիր զուգադիպությամբ հենց այսօր տեղի են ունեցել ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ, ընդունվել է կամ հայտարարություն կամ երկկողմերը հանդես են եկել համատեղ մամլո հաղորդագրությամբ, որտեղ իմիջիալոց շատ հետաքրքրական կերպով ողջունվում են եւ Չինաստանի մեկ գոտի մեկ ճանապարհ նախաձեռնությունը եւ մեր նախաձեռնությունը խաղաղության խաչմերուկը, այսինքն Չինաստանի կողմից ողջունվում է շատ ոլորտներ, որոնց մասին կարելի է եւ բարձրաձայն խոսել եւ բարձրաձայն չխոսել։ Մենք այդ խոսակցությունը զարգացնելու ենք, նախատեսվում են այցեր բարձրաստիճան, ես նաեւ հենց առաջիկա օրերին այցելելու եմ Հնդկաստանի մասին, մեր համագործակցության մասին շատ ավելի շատ տեղեկություն են հայտնի հանրությանը, ժամանակը սպառվեց, չեմ կարող մանրամասնել, շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Աննա Գրիգորյան հաջորդ հարցի համար եւ հարգելի գործընկերներ, խնդրում եմ